Որպեսզի որևէ մեկը չմտածի, որ բիսկվիտը ուռուցիկ է ստացվում փոքր չափսի ձևամանի հաշվին, տեսեք թե որքան մեծ ձևաման եմ ես վերցրել։ Ջերմ ողջույն հարգելի հետևորդներ, այսօր էլ պատրաստելու ենք հիանալի մածունով բիսկվիտ, որը անկասկած ստացվելու է յուրաքանչյուրի մոտ, քանի որ այս բաղադրատոմսը փորձված է նախ եւ առաջ եւ այն պարունակում է այնպիսի բաղադրիչներ, որոնք կիրառելու դեպքում հնարավոր չէ, որ չստացվի հիանալի բիսկվիտ։ Այնպես որ կիսվում եմ այս պարզագույն, բայց անչափ կարևոր եւ փորձված բաղադրատոմսով, իսկ դուք դիտեք տեսանյութը մինչեւ վերջ, գնացինք առաջ։ Դե ինչ, այսօր մեզ անհրաժեշտ է լինելու ալուր, որը մենք ընթացքում պետք է իհարկե մաղենք պարտադիր կերպով, մածուն է անհրաժեշտ լինելու, մածունը ինձ մոտ սենյակային ջերմաստիճանի է, շաքարավազ իհարկե, անհրաժեշտ է լինելու 4 զուգ, խոսենք մի փոքր ավելի ուշ, խոշորության վերաբերյալ, ինչպես նաև բուսայուղ, սոդա է անհրաժեշտ լինելու, վանիլին եւ փխրեցուցիչ պարտադիր կերպով։ Փխրեցուցիչը այս բաղադրատոմսի կարևորագույն գաղտնիքն է։ Օգտագործելու եմ 1 տուփ, այսինքն ուղիղ 12 գրամ, հենց այս տուփով կարող եք գնել։ Եվ առաջնահերթ 4 ձուն կոտրում ենք թասի մեջ, միջ այդ ասեմ, որ ձուն պարտադիր կերպով պետք է շատ լավ լվանալ օգտագործելուց առաջ, նույնպես սենյակային ջերմաստիճանի է ձուն ինձ մոտ։ Վերցրել եմ բավականին խոշոր ձու, առհասարակ այս տեսակից են գնում, տեսեք գրված է 0.3, այսինքն 3-րդ չափսի խոշորության ձունը, վերցնում եք այս չափսը եւ եթե փոքր է այս չափսից կամ չեք գտնում, վերցրեք 5-հատ։ Կոտրում ենք ձուն, ինչպես արդեն նշեցի, հիմա չորրորդն էլ ես այսպես կկոտրեմ եւ միանգամից առանց հարելու այստեղ ավելացնում ենք հարգելի ընկերներ ամբողջ շաքարավազը, քանի որ հարելու ենք միասին։ Ավելացնում ենք շաքարավազը ինձ մոտ 200 գրամ է ուղիղ, կարող եք 50 գրամ ավել վերցնել եւ որևէ հարիչի կարիք չկա, պարզապես լավ որակի այսպիսի ձեռքի հարիչով արագ խառնում ենք այս ամենը, վերածում ենք համասեր զանգվածի, մոտ 2-3 րոպեի չափով այսպես ինտենսիվ լավ պետք է խառնենք։ Եվ այդ գործողությունը կատարելուց հետո մածունն էլ մեկ անգամ այսպես կխառնենք, որպեսզի գնդերով չլինի, այսպես ասած, այլ համասեր զանգված լինի, կեֆիրի նման լինի եւ ավելացնում ենք մածունը այս բաղադրիչներին։ Ավելացնում ենք միանգամից բուսայուղը ինձ մոտ 150 գրամ է, մեկ անգամ այսպես խառնում ենք, թեթևակի, շատ պետք չի։ Եվ ալուրի ժամանակն է, տեսեք բաղադրատոմսի մեջ առհասարակ 400 գրամ ալուր է գնում, ինձ մոտ ուղիղ 300 գրամ է ինչպես նկատում եք, եւ այս 300 գրամին ես կավելացնեմ սոդան եւ վանիլինը միանգամից եւ միանգամից այս 300 գրամը մաղում ենք, երբեք ամբողջ ալուրի մեջ, այսինքն 400 գրամի մեջ տվյալ դեպքում սոդան կամ մնացած բաղադրիչները չենք ավելացնում, քանի որ ալուրի խտությունները տարբեր են եւ կարող է շատ լինել եւ պարզապես ամեն բան փչանալ։ Հիմա կավելացնենք, ինչպես նշեցի, 1 տուփ փխրեցուցիչը, այսինքն ուղիղ 12 գրամ, ոչ ավել։ Լավ խառնում ենք այս ամենը, այնպես ենք անում, որ ալուրը ամբողջությամբ լուծվի եւ տեսնում ենք, որ խմորը մեզ մոտ ջրիկ է առայժմ։ Ավելացնում ենք մնացած 100 գրամից մոտ 60-ից 70 գրամ ալուրը եւ ավել չենք ավելացնելու, քանի որ ես միշտ 40-50 գրամ ալուրը պակաս եմ կիրառում։ Նույն բանը հորդորում եմ նաեւ ձեզ հարգելի ընկերներ, դա շատ ճիշտ է։ Հիմա արդեն գթալով անցնենք խառնելուն, քանի որ ծանրացավ խմորը մեզ մոտ ալուրի հաշվին եւ տեսեք, այսպիսի ծորացող, բայց թանձր խմոր պետք է ստանանք, մոտավորապես սալադիների համար նախատեսված խմորից մի փոքր ավելի պինդ։ Կարծում եմ կկողմնորոշվեք ինքներդ, այսպիսի խմոր ենք ստանալու արդյունքում, տեսեք։ Եվ խմորը մեզ մոտ պատրաստ է, տեսնում եք ամեն բան շատ հեշտ է եւ լցնում ենք հիմա հատուկ, ես վերցրել եմ մեծ չափսի
ձևաման, որպեսզի որևէ մեկը չմտածի, որ բիսկվիտը ուռուցիկ է ստացվում փոքր չափսի ձևամանի հաշվին։ Տեսեք, թե որքան մեծ ձևաման եմ ես վերցրել, ներքևում դրել եմ յուղաթուղթ, կողքերից ոչինչ չենք քսում, այլ պարզապես տարածում ենք խմորը այսպես բոլոր կողմերից, ցանկալի է, որ դա լինի համաչափ։ Այսպես թեթև թափահարում ենք, որպեսզի խմորը հարթվի եւ ուղարկում ենք նախորդ տաքացված ջեռոց, ինձ մոտ 190 աստիճանի տակ է թխվելու, մոտարապես 25 րոպեի չափով, առավելագույնս 30, լինում ենք շատ ուշադիր, հենց երանգը փոխում է, դա նշանակում է, որ տեսականորեն պատրաստ լինելու ժամանակը արդեն մեզ մոտենում է։ Ինձ մոտ անցավ արգել ընկերներ ուղիղ 25 րոպե, տեսեք գեղեցիկ երանգ է ստացել բիսկվիտը, հիմա ստուգում ենք չոփիկով, պատրաստ է թե ոչ, եւ եթե չոր է դուրս գալիս, տեսեք, դա նշանակում է, որ բիսկվիտը լիովին պատրաստ է։ Սակայն պետք է թողենք, որ գոնե կիսով չափով գոլանա բիսկվիտը, տաք վիճակում որևէ դեպքում չենք կտրում, եւ գոլանալուց հետո տեսեք, ես հիմա կտրում եմ եւ ներսից ցույց կտամ, թե ինչ հրաշալի, փափուկ, ընտիր, անչափ համեղ դուք էլ փորձեք։ Բիսկվիտ ենք ստացել, տեսեք տաք է դեռ գոլոշին դուրս է գալիս, բայց նախ եւ առաջ ուռուցիկությունը տեսեք, թե ինչ հրաշք ենք ստացել եւ փափկությունը նկատեք։ Սա պարզապես հրաշալի է, փորձեք այս բաղադրատոմսով, համոզված եմ, որ ձեզ դուր է գալու, գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում, շնորհակալություն, իսկ մենք շուտով կհանդիպենք։